Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը այսօր Բերլինում հանդիպել է Թուրքիայի իր գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Reuters-ը նշում է, որ արտգործնախարարների հանդիպումը դռնփակ է անցկացվել։ Այն տեղի է ունեցել Բերլինի հյուրանոցներից մեկում։ Նախօրեին Չավուշօղլուն Գերմանիային մեղադրել էր Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների քարոզարշավը Գերմանիայի քաղաքներում անցկացնելը խոչընդոտելու, չարտոնելու մեջ։ Հիշեցնեմ, որ դրսում ապրող Թուրքիայի քաղաքացիները քվեարկելու իրավունք ունեն, բայց այս անգամ Գերմանիայի քաղաքային իշխանությունները տարբեր պատճառաբանություններով Թուրքիայի պաշտոնյաներին չեն արտոնում քարոզարշավ անցկացնել իրենց քաղաքներում։ Սիգմար Գաբրիելը արտգործնախարարությունում հանդես գալով հայտարարությամբ ասել է, թե կարծում եմ, ինչ տարաձայնություններ եւ հիմնավորումներ լինեն, բանակցություններին այլընտրանք չկա, միայն այդ միջոցով է հնարավոր քայլ առ քայլ վերադառնալ Գերմանիայի եւ Թուրքիայի միջև բարեկամական հարաբերությունների նորմալացմանը, ասել է Գերմանիայի արտգործնախարարը այսօրվա հանդիպումը գնահատելով դրական, անկեղծ, բարեկամական եւ բաց, միաժամանակ նաեւ կոշտ եւ վիճահարույց։ Իր խոսքի վերջում նա դիմելով Գերմանիային բնակվող թուրքերին, ինչպես նաև Գերմանիայի եւ Թուրքիայի երկխաղացիություն ունեցողներին, ասել է, թե քաղաքական ինչ տարաձայնություններ էլ մենք ունենք, մենք չպետք է թույլատրենք քաղաքական տարաձայնությունների ներմուծումը Թուրքիայից Գերմանիա։ Նիդերլանդներում Ազատություն կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է անում ժամանակավոր արգելել թուրք պաշտոնյաների մուտքը Նիդերլանդներ։ Հագայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այսօր անցկացված հանրահավաքում նա ասել է. Թուրքիայի արտգործնախարարը մտադիր է Հոլանդիա գալ եւ քարոզել նոր սահմանադրության օգտին, ինչը միայն ուժեղացնում է բռնակալ Էրդողանին, օգնելու նրան ել ավելի իշխանություն ստանալ։ Ես կարծում եմ, մենք չպետք է դա թույլատրենք։ Մենք ասում ենք հեռու մնացեք մեզանից, հեռու մնացեք այստեղից։ Սա մեր երկիրն է, սա Նիդերլանդներն է։ Մենք մեր երկրում չէինք թույլատրի լոբբիստական քարոզարշավ Հյուսիսային Կորեայի կամ Սաուդյան Արաբիայի համար, հայտարարել է Նիդերլանդների Ազատություն կուսակցության առաջնորդը։ Չինական ZTE հեռահաղորդակցության կորպորացիան համաձայնել է ռեկորդային մոտավորապես $1 միլիարդ տուգանք վճարել ամերիկյան տեխնոլոգիաները Իրանին եւ Հյուսիսային Կորեային վաճառելու համար։ Այդ կերպ նա խախտել է Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցները, որը արգելում է ամերիկյան տեխնոլոգիաների վաճառքը այդ երկրներին։ Չինական ընկերությունը իր տեխնոլոգիաների 30%-ը ստանում է ԱՄՆ-ից։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմում առևտրի նախարարը 79-ամյա միլիարդատեր Ուիլբուր Ռոսը ասել է. Ոչ պատշաճ առևտրային խաղերը ավարտվել են։ Նրանք, ովքեր խախտել են մեր տնտեսական պատժամիջոցները, արտահանման վերահսկման օրենքները եւ առևտրային այլ ռեժիմները անպատիժ չեն մնա։ Ամենախիստ հետևանքներով նրանք մեծապես կտուժեն, հայտարարել է նա։ Աֆղանստանի մայրաքաղաքում գրոհայինները հարձակվել են զինվորական գլխավոր հոսպիտալի վրա։ Այս հիվանդանոցում են բուժվում վիրավորված զինծառայողները եւ անվտանգության աշխատակիցները։ Բժիշկների նախնական տվյալներով, այդ պահին հայտնի տվյալներով առնվազն 3 մարդ է զոհվել, շուրջ 60-ը վիրավորվել են։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը։ Ըստ ականատեսների 3 գրոհայիններ բժշկական խալաթներով ներխուժել են հիվանդանոց, կրակ բացել, դիրքավորվել վերևի հարկերում։ Նրանց ոչնչացնելու համար ուղղաթիռից հատուկ ջոկատայիններ են իջեցրել հիվանդանոցի տանիք։ Փոխհրաձգության ժամանակ նաև պայթյունների ձայներ են լսվել։ Շրավ Ղանին դատապարտելով հարձակումը ասել է, թե բոլոր կրոններում հիվանդանոցները անձեռնմխելի վայր են համարվում։ Հիվանդանոցի վրա հարձակումը հարձակում էր ամբողջ Աֆղանստանի վրա, ընդգծել է նա։